Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին թիրախում բալիստիկ հրթիռների պահպանման ստորգետնյա օբյեկտն է։ Ադրբեջանի վարչապետը նույնականացրել է Թրիփը և Զանգեզուրի միջանցքը։ ԱՄՆ կոնգրեսում ուժեղանում է քաղաքական ճնշումը Հայաստանին աջակցությունը մեծացնելու և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Մարտի վերջին արդեն պատրաստ կլինի Սահմանադրության նոր տեքստը, կհաջորդի իրազեկման արշավը։ Ազատություն Սամվել Կարապետյանին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են անցկացվում, նրա տնային կալանքի հարցը հակակոռուպցիոնի սեղանին։ Արդեն 3 օր է ինչ կանոնավոր մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթը։ Հայաստանում վարորդական իրավունքից զրկման որոշումների ճնշող մեծամասնությունը 10-ից գրեթե 9 կայացվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հիմքով։ Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն 26-ից 30 սովորողով, նախարարության նախագիծը։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Իսրայելը միաժամանակյա հարվածներ է հասցրել Թեհրանին, Շիրազին և Ահվազին, թիրախում է հայտնվել նաև բալիստիկ հրթիռների պահպանման ստորգետնյա օբյեկտը։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին։ Վաղ առավոտյան ՆԱՏՕ-ի կարևոր օբյեկտ Թուրքիայի Ինջիրլիքի ավիաբազայում, որտեղ ԱՄՆ զորքերը տեղակայված են Ադանա քաղաքի մոտակայքում, տագնապի ազդանշաններ են հնչել։ Թուրքական լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ սա տեղի է ունենում Թուրքիայի օդային տարածքում խոցված բալիստիկ հրթիռից 4 օր անց։ Սա 3-րդ հարվածն է։ Ավիաբազայից 10 կիլոմետր հեռավորության վրա ապրող Ադանայի բնակիչները գիշերը 3:25-ի սահմաններում արթնացել են ազդանշանների ձայներից։ Ինջիրլիքի ավիաբազայում կարմիր տագնապ է հայտարարվել։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ Զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչը հայտնել է, թե եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը ակտիվ ռազմական օգնություն է ցուցաբերում Միացյալ Նահանգներին Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում, թույլ տալով իրենց տարածքով թռիչքները, տրամադրելով ռազմաբազաները։ Մենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են իրանցիներին հարվածներ հասցնել ամերիկյան զորքերին։ Ըստ փորձագետների, եթե Միացյալ Նահանգներին հաջողվի Թուրքիային ամեն գնով ներքաշել իրանական հակամարտության մեջ, ապա հակամարտության ձգձգման դեպքում փախստականների հսկայական հոսք կառաջանա։ Փորձագետների դիտարկմամբ փախստականները ոչ թե Աֆղանստան կամ Թուրքմենստան կգնան, այլ հարավային Կովկաս, առաջին հերթին Հայաստան, Ադրբեջան։ Հայաստանը պիտի պատրաստ լինի բոլոր մարտահրավերների դիմակայելու համար եւ փախստականների հնարավոր հոսք եւ իհարկե ամեն կերպ չեզոքություն պահպանել, բայց նաեւ այո, նույնպես Իրանին ցանկալի կլիներ, եթե մարդասիրական բեռներ ուղարկվեին։ Ընդհանրապես, ըստ փորձագետների, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի լուրջ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա զգալ կտա 1-2 շաբաթ հետո։ Պատերազմի պատճառով նավային բեռնափոխադրումները թանկացել են 30%-ով։ Այն կազդի ապրանքների եւ հումքի վերջնական արժեքի վրա։ Եվ պետք կլինի շուկաները դիվերսիֆիկացնել, որովհետեւ ամեն դեպքում Իրանի որոշակի ապրանքատեսակներ մենք ներմուծում ենք եւ պետք է նոր լոգիստիկա ստեղծել։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Տիխանսկին անդրադառնալով Մերձավոր Արևելքում լարված վիճակին հայտնել է, որ Սյունիքը կարող է դառնալ Պարսից ծոցում տիրող քաոսի եւս մեկ թեժկետ։ Ըստ նրա, տեղի ունեցողի համատեքստում տեսանելի են նաեւ Հարավային Կովկասում ամրապնդվելու Ադրբեջանի տարածաշրջանային ջանքերը։ Սա ակնհայտ է, օրինակ, Նախիջևանում անօդաչու թռչող սարքի կործանման դեպքում։ Դա պատահական չէր, որտեղ իսրայելական հետք է երևում։ Նախիջևանում այս սադրանքը կարծես Ալիևի համար պատրվակ է պաշտպանել իր հայրենակիցներին եւ գրավել այդ միջանցքը, հենց Պարսից ծոցի պատերազմի դրոշի ներքո։ Գիշերը կրկին լարված է անցել Մերձավոր Արևելքում։ Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին։ Բեկորները հարվածել են շենքերից մեկին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Իրաքի Էրբիլ նահանգում ռազմակայանի վրա հարձակման հետևանքով 1 զինվորական է զոհվել կամ վիրավորներ։ Իրանական ԻՐԻԲ-ն էլ հայտնում է, որ Իրաքում շիա խմբավորումները հրթիռով խոցել են ԱՄՆ KC-135 ինքնաթիռը։ Այն վառելիք լիցքավորող ինքնաթիռ է։ Իրանական զինված ուժերը շարքից հանել են նաև ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը։ Ըստ իրանական լրատվամիջոցների այն լքել է տարածաշրջանը եւ վերադառնում է Միացյալ Նահանգներ։ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը կարող է ավելի սրել դիմակայությունը տարածաշրջանում։ Նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են Պահապանների կորպուսի հարձակումներին։ Թուրքական նավը Հորմուզի նեղուցով անցկացրել ենք Իրանի թույլտվությամբ։ Մենք տարածաշրջանում ունենք 15 նավ, որոնք սպասում են անցմանը։ Ամերիկյան տնային տնտեսությունները կարող են կործանվել նավթի գների աճի պատճառով։ Պատերազմի թեժ ֆոնին ԱՄՆ նախագահը հայտնել է, թե ամերիկա-իսրայելական զինված ուժերը ամբողջությամբ ոչնչացնում են Իրանի գործող ռեժիմը։ Իրանի ռազմածովային ուժերը չկան, նրանց ռազմաօդային ուժերը այլևս գոյություն չունեն, հրթիռները, անօդաչու թռչող սարքերը եւ մնացած ամեն ինչը ոչնչացվում են, իսկ նրանց առաջնորդները վերացել են երկրի երեսից։ Իրանական Ֆարս գործակալությունը գրել է, թե Իրանի նախկին գերագույն առաջնորդի այրին Մանսուրե Խոջաստա Բաղերզադեն ողջ է։ Մարտի 2-ին որոշ իրանական լրատվամիջոցներ հայտնել էին, թե Ալի Խամենեի կոմայի մեջ գտնվող կինը մահացել է։ Ի դեպ, Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովն իր տելեգրամյան ալիքում խոսել է Մերձավոր Արևելքում պատերազմի մասին, միաժամանակ Իրանին հանդիմանելով Պարսից ծոցի երկրներին պատասխան հարվածների համար։ Ռամադանի սուրբ ամսվա ընթացքում Իրանի վրա հարձակում սկսելով ԱՄՆ-ն եւ Իսրայելը փորձեցին պառակտել ամբողջ իսլամական աշխարհը։ Ագրեսորները դիտավորյալ Իրանին դրդեցին պատասխան գործողությունների, որոնք երրորդ երկրներին ներքաշում են հակամարտության մեջ։ Լիբանանում լույս տեսնող ազդակ թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանթահարյանը տեղեկություն տարածեց, որ իսրայելական ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Նաբաա թաղամասին։ Այն մոտ է հայկական Բուրջ Համուդ թաղամասին։ Հայերի շրջանում տուժածներ չկան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանին հասցված հարվածներով ոչնչացվել են Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռների արտադրության հնարավորությունները, հայտարարել է Միացյալ Նահանգների ռազմական նախարարը։ Հեքսեթն ասել է, որ Իրանի բալիստիկ հրթիռների արտադրության ամբողջ պոտենցիալը ոչնչացված է։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը առաջարկում է Հայաստանի համար ստեղծել ազգային անվտանգության նոր ռազմավարություն։ Միավորման անդամները համարում են, որ ներկա ռազմավարությունն այլևս արդիական չէ։ Հայաքվեի մշակած նոր հայեցակարգի 40 էջից բաղկացած փաստաթղթի վրա մասնագետներն աշխատել են 1 տարի ուսումնասիրելով տարբեր երկրների փորձը։ Համապետական ընտրություններից հետո այն կտրամադրվի ձևավորվող նոր իշխանությանը, ակնկալիքով, որ այն հետագայում հիմք կդառնա ազգային անվտանգության ռազմավարության մշակման համար։ Նոր ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանի համար արտաքին առաջնային սպառնալիքները շարունակում են մնալ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ներքին սպառնալիքների թվում նշվել են պաշտպանական համակարգի թուլացումը, ժողովրդագրական վիճակը, կրթական համակարգի արժեքային ճգնաժամը, ազգային ինքնության խոցելությունը, տնտեսական անվտանգության խնդիրները։ Գնահատել բոլոր են անվտանգային սպառնալիքները, որոնք հիմա իրականում առկա են Հայաստանի Հանրապետության ներսում եւ նրա շուրջը։ Տրվել է Հայաստանի անվտանգային միջավայրի ուրվագիծը եւ դրանից բխող սպառնալիքները եւ այդ սպառնալիքների չզուգացման ուղղությունները։ Մարտի վերջին պատրաստ կլինի սահմանադրության նոր տեքստը, թե ինչ փոփոխություններ կլինեն տեքստում դեռ հայտնի չէ, սակայն իշխանության ներկայացուցիչները պատրաստվում են սկսել իրազեկման արշավը, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել եւ ընդունվել են սահմանադրական խորհրդի կողմից։ Սրբուհի Գալյանի խոսքով նոր սահմանադրությունը այլ կերպ քան հանրաքվեով չի կարող ընդունվել։ Նախարարը նշել է, որ վերջնական խոսքը ժողովրդինն է եւ ժողովուրդը ազատ ընտրությունների միջոցով կարտահայտի իր կամքը։
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին։ Տեղեկություններ կան, որ Սահմանադրության նոր տեքստը Արդարադատության նախարարի գլխավորած բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է հրապարակել հաջորդ շաբաթավերջին, մարտի 20-ին, ինչի հետ սակայն այնքան էլ հարց չեն խորհրդի բոլոր անդամները։ Գլուխներ կան դեռ չեն ուսումնասիրել, հավաքվում, նիստ են գումարում յուրաքանչյուր ուրբաթ, այսինքն մինչև վերջնական հրապարակումը հանդիպման միայն մեկ հնարավորություն ունեն։ Ինչպես են հասցնելու։ Ժամի հետ զրույցում իրավական փորձագետը տարակուսում է նախորդ անգամ 10 տարի առաջ Սահմանադրությունը բարեփոխող խումբը պարբերաբար տեղեկացնում էր իր որոշումների մասին։ Հիմա նույնիսկ չգիտենք, թե ինչ են գրել մինչև այս պահը։ Ինչ-որ չափով Արդարադատության նախարարությունը իրենց հանդիպումների մասով սոսկ հանդիպումների խնդրում են նրան ուշադրություն դարձնել, բայց ոչ բովանդակային, մեզ որոշակի ինֆորմացիա տալիս է, բայց գլոբալ առումով Սահմանադրության փոփոխությունների բովանդակության մասով մենք բավարար տեղեկություն այսօր չունենք։ Ավելին, մենք չունենք հայեցակարգ, մինչդեռ եթե վերցնենք, որ այսօր արդեն մենք մարտ ամիսն եւ ամռանը ստացվում են փոփոխություններ, ենթադրվում է, որ որոշակի հայեցակարգ պիտի հասանելի լինի։ Մինչև այս պահը հայտնի չէ նաև թե ի վերջո մայր օրենքի նախաբանում կմնա արդյոք անկախության հռչակագրի հղումը, որ կանգնել է Ադրբեջանի նախագահի կոկորդին։ Հիշեցնեմ, Բաքուն մեր Սահմանադրության հենց այս դրույթն է մեկնաբանում իբրև իրենց նկատմամբ տարածքային պահանջ, Երևանի առջև պայման դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար հրաժարվել բարձր փաստաթղթում տեղ գտած ձևակերպումից։ Եվ մինչև Սահմանադրությունը բարեփոխող խումբը հասնում է այս հարցի քննարկմանը, վարչապետը 3 լրագրողների հետ զրույցում դարձյալ ձևակերպեց իր դիրքորոշումը։ Ըստ Փաշինյանի, նոր Սահմանադրությունում անկախության հռչակագրի հղումը պետք է չլինի։ Այո, նոր Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Եվ ասեմ ինչու։ Որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Սահմանադրագետների կարծիքով, սակայն մայր օրենքում անկախության հռչակագրին հղում անելը ոչ թե կոնֆլիկտի մասին է հուշում, այլ թե մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը ինչ սկզբունքներ ունի։ Դրանք ուղղեն նշվում են Հայաստանի Հանրապետության ղեկավարության քաղաքականության պայմանական ասած այն սկզբունքները եւ այն նպատակները, որոնք պետք է գերակա լինեն պետության էֆեկտիվ արդյունավետ կառավարման տեսանկյունից, քաղաքական եւ իրավական իմաստով։ Միևնույն ժամանակ, քանի դեռ չգիտենք, թե անկախության հռչակագրի հետ կապված ինչ դիրքորոշում կունենա Սահմանադրությունը բարեփոխող խորհուրդը, մասնագետները վտանգավոր են համարում վարչապետ Փաշինյանի հայտարարությունները, թե հղումն այո պետք է չլինի։ Եթե նաև անալոգիա անենք վերջին տարիներին եւ ինստիտուցիոնալ զարգացումների եւ օրենսդրական որոշ այլ process-ների հետ համատեղ, ապա կարող ենք տեսնել, որ ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները վերջնարդյունքում կյանքի են կոչվում, անկախ նրանից, թե ներքևի օղակներում այլ ինչ process-ներ կարող են ընթանալ։ Իդեպ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քաղաքասարակության ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները հռչակագրի հղումը պահել չպահելու հարցում էլ միանշանակ որոշում չունեն։ Ավելի վաղ ժամի հետ զրույցում Դանիել Յոհաննիսյանն ասել էր, թե հարցին հավանաբար ձեռնպահ է քվեարկելու, մյուս անդամներից էլ փոխանցել էին, Ալիևի պահանջները կատարելու հետ հաշտ չեն, կլինեն դեմ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Վաշինգտոնի գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը Զանգեզուրի միջանցքի հիմքերը դնելն է, հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, ներկայացնելով Ադրբեջանի Հանրապետության կառավարության 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։ Ասադովն ասել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի եւ Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը նպաստել է Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորմանը եւ ստեղծել է կայուն խաղաղության եւ զարգացման բարենպաստ պայմաններ։ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ամենակարևոր արդյունքներից մեկը նաև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման կամ Զանգեզուրի միջանցքի հիմքերը դնելն էր։ Այս բազմամոդուլ երթուղին կապահովի անխոչնդոտ կապ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի մեր երկրով անցնող միջազգային տրանսպորտային եւ տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների վերաբերյալ, որոնցում նա հայ քաղաքական կալանավորներին եւ ռազմագերիներին համեմատել է Նյուրնբերգյան դատավարություններով դատապարտված նացիստ առաջնորդների հետ։ Ինստիտուտը հիշեցնում է, որ Ալիևը փետրվարի 13-ին Ֆրանս 24 հեռուստալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների հանցագործությունները ավելի ծանր են, քան նացիստներին կատարածները եւ հայ կալանավորների ազատ արձակման պահանջները համեմատել է նացիստների ազատման կոչերի հետ։ Լեմկինի ինստիտուտը հայտարարում է, որ այդ համեմատությունները պատմական իրականության աղավաղում են եւ վտանգավոր հռետորաբանություն, հատկապես այն պայմաններում, երբ Ալիևի այս հայտարարությունները հնչել են ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ հանդիպումից անմիջապես հետո, որտեղ բարձրացվել էր Բաքվում պահվող հայ պատանդների ազատման հարցը։ Կազմակերպությունը շեշտում է, որ որևէ հավաստի ապացույց չկա, թե պահվող հայերից որևէ մեկը կատարել է պատերազմական կամ մարդկության դեմ հանցագործություն, մինչդեռ միջազգային իրավական շրջանակներում հենց Ադրբեջանի իշխանություններն են մեղադրվում Լեռնային Ղարաբաղում նման հանցագործությունների համար։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին եւ դադարեցնել անմարդկային ու ցեղասպանական հռետորաբանությունը, ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի այդ պահանջի կատարման համար։ Ադրբեջանում Պաշտպանության ազգային համալսարանին կից ռազմական կառավարման ինստիտուտում կազմակերպվել են հայերենի դասընթացներ, տեղեկացրել է ԱՊԱ-ն։ Դա արտացոլվել է Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի կառավարության գործունեության մասին հաշվետվությունում, որը ներկայացվել է Միլի Մեջլիսի քննարկմանը։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ազատություն Սամվել Կարապետյանին մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակցիաներ են անցկացվում, նրա տնային կալանքի հարցը հակակոռուպցիոնի սեղանին։ Արդեն 3 օր է ինչ կանոնավոր մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթը։ Հայաստանում վարորդական իրավունքից զրկման որոշումների ճնշող մեծամասնությունը 10-ից գրեթե 9 կայացվում է ոչ ստապ վիճակում մեքենա վարելու հիմքով։ Շարունակում ենք թողարկումը։ Այս րոպեներին դատարանը շարունակում է քննել ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Այն սկսվել է կեսօրից, մինչև այդ մայրաքաղաքի տարբեր հատվածներում Կարապետյանի աջակիցներ ակցիաներ են անցկացրել քայլերթով հասել դատարանի բակ, որտեղ էլ շարունակում են սպասել որոշման հրապարակմանը։ Այստեղ վաղ առավոտից նաև ոստիկանական ուժեր են կենտրոնացած, ձերբակալել են 3 քաղաքացու, տեղափոխելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Կարապետյանի փաստաբանները պնդում են, այս գործը պետք է կարճել, մինչդեռ մեղադրողները շարունակում են կալանքը երկարաձգելու միջնորդություն ներկայացնել, ինչը նրանց բնորոշմամբ աբսուրդի ժանրից է։ Կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է։ Կոնսոլիդացիայի տարբերակ քննարկվում է արտա խորհրդարանական ընդդիմության հետ։ Խորհրդարանում ընդգրկված ուժերը հետ չի լինելու կոնսոլիդացիա, այլ լինելու է արտա խորհրդարանական ուժերի հետ։ Հիմքերը եւ հիմնավորումները նույնպիսինն են կամ այն նույն բովանդակությունը ունեն, ինչ երբ ներկայացվում էր, որ կալանքը կիրառվի որպես խափանման միջոց։ Այսինքն նույն բառերն են, ուղղակի վերջում տնային կալանք բառն է օգտագործվում։ Սա ինչի համար եմ վկայակոչում, որ պատկերացնեք, որ թե կալանքը 7 ամիս տևած, թե տնային կալանքը 2 ամիս տևած, ոչ մի հիմնավորում անհրաժեշտ չունի։ Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն, որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, դա էլ է ակնհայտ։ Հայաստանի վարչական քարտեզը կրկին ձևափոխվում է, որի արդյունքում 9 համայնքների միավորումից կձևավորվի 3 խոշոր միավոր։ Նախագծով երկրում համայնքների ընդհանուր թիվը 70-ից կկրճատվի ևս 6-ով, գործադիրը սա ներկայացնում է որպես բնակավայրերի զարգացման ուղիղ ճանապարհ։ Կառավարության պաշտոնյաները պնդում են, միավորումը բարձրացնում է համայնքներում կառավարման արդյունավետությունը, սակայն փորձագետները խնդիրներ են տեսնում, շեշտում, որ Հայաստանում համայնքային բյուջեները երկրի համախառն բյուջեի միայն 8-ից 10%-ն են կազմում, մինչդեռ Եվրոպայում այդ ցուցանիշը հասնում է մինչև 40-ից 50%-ի։
Հայաստանում համայնքային քարտեզի հերթական փոփոխությունն է նախապատրաստվում։ Կառավարությունն առաջարկում է միավորել 9 համայնք եւ դրանց փոխարեն ստեղծել 3 խոշոր կառավարման միավոր։ Խոսքը վերաբերում է Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերին։ Եթե նախագիծը ընդունվի, Ստեփանավանը, Գորիսն ու Եղեգնաձորը կդառնան նոր խոշորացված համայնքների վարչական կենտրոններ, համախմբելով շուրջ 8 տասնյակ բնակավայրեր։ Այս փոփոխության արդյունքում հանրապետությունում համայնքների թիվը կկրճատվի եւս 6-ով։ Կառավարությունը գործընթացը ներկայացնում է որպես տեղական զարգացման խթանող քայլ, պնդելով, թե խոշորացումը կուժեղացնի համայնքների ֆինանսական հնարավորություններն ու կառավարման արդյունավետությունը։ Եկեք արձանագրենք մի բան, որ մենք չունենք գետ մեկ դեպք, երբ որ համայնք խոշորացրած լինենք, հետո ասենք, վայ, այս ինչի սենց արեցինք։ Պետք է չանել սա։ Ընդհակառակը, մենք առանց բացառության բոլոր դեպքերում տեսնում ենք շատ կոնկրետ ազդեցություն համայնքի եւ բնակավայրերի կյանքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա։ Ուրիշ բան որ չվերցնենք, խոշորացված համայնքների սուբվենցիոն կարողությունները էականորեն եւ անգամներով մեծանում են։ Մասնագետները, սակայն, այս գնահատականների հետ չեն համաձայնվում։ Նրանց համոզմամբ խնդիրը միայն ֆինանսական միջոցների չափը չէ, իրավապաշտպանները հիշեցնում են, որ իրավական տեղական ինքնակառավարումը չափվում է ոչ թե գումարի քանակով, այլ իշխանության ապակենտրոնացման մակարդակով։ Վերջին տարիներին, ըստ մասնագետների, տեղի ունեցած փոփոխությունները հակառակ ուղղությամբ են շարժվել, ավելի շատ լիազորություններ կենտրոնացնելով պետական կառույցների ձեռքում։ Մենք ունենք խնդիրներ կապված գումարների բաշխման հետ, այսինքն ստացվում է այնպես, որ համայնքի ավականին հայեցողական որոշում է, թե որ տարում որ համայնքում է ինքը ֆինանսական ներդրումներ կատարում, այսինքն երբեմն համամասնությունը չի ապահովում։ Հայաստանում համայնքային բյուջեները կազմում են պետական համախառն բյուջեի ընդամենը 8-ից 10%-ը։ Մինչդեռ եվրոպական երկրներում տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական մասնակցությունը հաճախ հասնում է 40-ից 50%-ի։ Եթե օրենքի փոփոխությունը վերջնականապես ընդունվի, ապա արդեն այս տարվա աշնանը խոշորացված համայնքներում կանցկացվեն հավաքանուն ընտրություններ նոր կազմով եւ նոր վարչական սահմաններով։ Սակայն բաց է մնում հարցը, արդյոք այս փոփոխությունները կբերեն իրական զարգացման, թե ընդամենը հերթական վարչական վերաձևումներն են։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Բուժաշխատողների աշխատավարձի հարցը մնում է առողջապահական համակարգի ամենակննարկվող թեմաներից մեկը։ Բազմաթիվ բժիշկներ նշում են, որ բարձր պատասխանատվության եւ ծանր աշխատանքի պայմաններում ստացվող վարձատրությունը հաճախ չի համապատասխանում իրական ծանրաբեռնվածությանը։ Ազգային ժողովում կազմակերպված առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի առաջացած խնդիրների մասին լսումներին իշխող կուսակցությունից եւ առողջապահության նախարարությունից ոչ ոք չի մասնակցել։ Տեղեկացել ենք, որ բուժաշխատողների այս խուլ բողոքը ձևավորվել է այն արդյունքում, որ հաստացի առողջապահության նախարարությունը իր վարչական լծակը կիրառելով պարտադրում է տնօրեններին շանտաժի եւ տերորի ենթարկել բուժաշխատողներին, ովքեր որևէ տեսակի ձայն բարձրացնեն։ Արդեն 3 օր է կանոնավոր մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ չվերթը, ամենօրյա թռիչքները կսկսեն իրականացվել շաբաթական 7 անգամ, իսկ հունիսի 15-ից սկսած 14 անգամ։ Ուղիղ այս չվերթները հիմնականում իրականացնում են օտարերկրյա փոխադրողները, սակայն այժմ նրանց է միացել թուրքական ավիաընկերությունը։ Իդեպ Turkish Airlines ավիաընկերությունը նաև դեպի Եվրոպա թռիչքների համար է սահմանում էժան սակագներ։ Թուրքական ուղղությամբ այս թռիչքների ռիսկերի եւ արդյունավետության մասին Դավիթ Թադևոսյանի ռեպորտաժում։ Երևանից Ստամբուլ թվում է սովորական ավիաչվերթ է, այն սակայն շարունակում է Հայաստանի համար լինել ոչ միայն տրանսպորտային կարևոր հարց։ Այս ուղիղ չվերթները հիմնականում իրականացնում էին օտարերկրյա ավիափոխադրողները, որոնց շարքին այժմ ավելացավ եւս մեկը՝ թուրքականը։ Ոլորտի մասնագետները մտավախություն ունեն, որ այս չվերթը իրականացնող Turkish Airlines ավիաընկերությունը գնային տեսանկյունից կարող է ճնշում գործադրել մնացած ավիափոխադրողների վրա։ Turkish Airlines-ը հայտնի է իր մատչելի սակագներով, մոտավորապես մոտ 380,000 դրամով են Ստամբուլով Ամերիկա երկկողմանի ավիատոմսի արժեքը վաճառում։ Իրանք ուժեղ կոմերցիոն քաղաքականություն ունեն նաև, եթե գալիս է մի բան ցանկացած ավիաընկերություն, եթե մնում է թույլ մրցակցի հետ, բնականաբար ինքը կարող է արդեն սակագնային քաղաքականությամբ
ճնշել։ Turkish Airlines ավիաընկերությունը նաև դեպի Եվրոպա թռիչքների համար է սահմանում էժան սակագներ։ Պետք է հաշվի առնել նաև այն ռիսկերը, որ ժամանակի ընթացքում գների մեջ կարող են որոշակի փոփոխություններ նկատվել, քանի որ թուրքական կողմը ավիացիոն եւ առևտրային բիզնեսում հմուտ քայլեր է գործադրում։ Գների այդ մատչելիության պայմաններում ուղևորները կնախընտրեն ավելի մատչելի սակագներ առաջարկող կազմակերպություններից օգտվել, ասում են մասնագետները։ Նրանք պնդում են, որ հայկական ավիաընկերությունները կարող էին խնդիրների չհանդիպել, եթե ճիշտ քաղաքականություն տանեին, քանի որ մասնավոր ավիաընկերությունները միլիարդավոր ներդրումներ անելու հնարավորություններ չունեն։ Մենք ավիացիոն մասնակիցների խմբով առաջարկել էինք տարբերակներ, մեր հետ համաձայնվեցին։ Հետո ասացին, որ ընդունում են մեր բոլոր առաջարկները, հետագայում լռեցին։ Եթե պետական մասնակցությամբ ավիաընկերությունը ստեղծում, պետությունը նաև կարող է խրախուսել, աջակցել, կառանտ կանգնել։ Իշխանությունները պարբերաբար ասում են, որ տնտեսական համագործակցություններով հնարավոր է նվազեցնել պատերազմի ռիսկը եւ այդ իսկ պատճառով ցանկանում են տարբեր ոլորտներում համատեղ աշխատել հարևան պետությունների հետ։ Մասնագետները սակայն ասում են, որ նպատակ են հետապնդում Հայաստանը կախվածության մեջ գցել նրանց լոգիստիկ ընկերություններից եւ բացի այդ, այս ամենի հիմքում թաքնված աշխարհաքաղաքական շահն են նկատում։ Հատկապես մեր տարածաշրջանում բոլոր գործընթացների հիմքում դա կլինի տնտեսական, էներգետիկ, սրանց բոլորի հիմքում քաղաքականությունն է։ Բնականաբար կփորձեն համոզել, որ առավել կարևոր է տնտեսական շահը։ Հայկական կողմում ցանկանում են տպավորություն ստեղծել, թե պետությունը ստանում է ավելի մատչելի տրանսպորտային, լոգիստիկ կամ մթերային հնարավորություններ։ Մասնագետները կարծում են, որ այս ամենով պետությունը կհայտնվի ծուղակի մեջ եւ երկրի կարևորագույն համակարգերը կանցնեն այլ պետությունների ենթակայության տակ։ Եթե վաղը հայտնվի այնպիսի հայկական ընկերություն, որը ավելի մատչելի գին կփորձի առաջարկել, ապա քաղաքական նպատակահարմարությունը Թուրքիային կստիպի, որպեսզի թուրքական ավիաընկերությունը էլ ավելի մատչելի գին առաջարկի, որպեսզի գերիշխող դիրք ձեռք բերի հայկական ավիաշուկայում։ Հայաստան-Թուրքիա չվերթները ի դեպ ուղևորների համար կարող են ավելի մատչելի եւ հասանելի ճանապարհորդություն լինել։ Ոլորտի մասնագետները սակայն զգուշացնում են նաեւ հնարավոր ռիսկերի մասին։ Ավիացիոն շուկայում մրցակցությունը կարող է բերել գների նվազման, սակայն մյուս կողմից ստեղծել կախվածության վտանգ, հատկապես եթե հայկական ավիափոխադրողները չկարողանան մրցակցել ավելի մեծ հնարավորություններ ունեցող ընկերությունների հետ։ Դավիթ Թադևոսյան, ժամալրատվական։ Հայաստանում վարորդական իրավունքի զրկման որոշումների ճնշող մեծամասնությունը գրեթե 10-ից 9 կայացվում է ոչ ցավ վիճակում մեքենա վարելու հիմքով։ Թե վերջին տարում պարեկները փաստում են, որ նկատվում է չնչի նվազում, այնուամենայնիվ ոչ ցավ վիճակում վարելը շարունակում է մնալ Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության գլխավոր մարտահրավերը։ Վարորդական վկայական ստանալու process-ը բարդացել է։ Բարդը որն է, գործնական քննության process-ն է մի քանի անկյունից նկարահանվում։ Կոռուպցիան են այդպիսով փորձում կանխել։ Պարբերաբար իրավապահները հայտնաբերում են խմբերի, որոնք վկայականների չակերտավոր առևտրով են զբաղվում։ Ենթադրվում է, որ նման փոփոխությունների շնորհիվ այլևս նման խմբեր չեն հայտնաբերի։ Իսկ ինչի համար են գլոբալ այս փոփոխությունները։ Ճիշտ է, երթևեկության վիճակի բարելավման։ Ներքին գործերի նախարարը օրինակ վստահ է, որ այս քայլերն արդեն տվել են արդյունքներ։ Մեր հանրապետությունում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների թիվը, գիտեք, որ այն հասնում է շուրջ 1 միլիոնի եւ այս պայմաններում տրամաբանական է, որ սինխրոն աճում է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, բայց ես ուզում եմ փաստել, որ կրկին գալով բարեկային ծառայության աշխատանքին մենք արձանագրել ենք, որ չնայած այս չափ տրանսպորտային պարկի արկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Իրականում նախորդ տարի ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, քան 2024-ին, բայց դրանք եղել են ավելի նվազ վնասաբեր։ Ըստ այդմ էլ մահերի թիվն ավելի նվազ է եղել 2024-ից։ Ինչը ուղիղ կապված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման հետ, մենք անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաև մեծ թվով անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Խնդիրն այն է, որ Հայաստանում երթևեկության որակը շարունակում է մնալ չափազանց ցածր մակարդակի վրա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը քաղաքում պտտվել մի քանի ժամ։ Մասնագետների կարծիքով նոր վարորդականներ ստացողների համար կիրառվող խստացումները բերում են իհարկե նորաթուխ վարորդների գիտելիքների ավելացմանը, բայց մյուս կողմից այդ վարորդները երթևեկելու են նորից մեր փողոցներով, ոչ թե Ցյուրիխի։
հատուխ մցրեցիր երթևեկություն 100-ից 90-ը, երթևեկությունից ընդօրինակում են վատագույնը։ Սա բնական է, քանի որ հակառակ դեպքում մարդը ժամերով քաղաքի մի կետից մյուսը չի կարողանա հասնել։ Այսինքն քաղաքի բուն երթևեկությունը կազմակերպված է այնպես, որ մարդիկ հաճախ ստիպված են լինում ճակերտավոր վատ վարել, նշում են վարորդները։ Խոսքը գծանշումների, ճանապարհային նշանների կամ այլ ենթակառուցվածքների որակի մասին է։ 4 հատ կրկնակի հոց գիտե ոչ մեկ չի հասկանում, որ երթևեկելի գոտին են լեոպարդնա խաշմերուկը բոլորը գիտեն, չգիտես հանդիպակաց քշես քո գոտով ու որն է հանդիպակացը, որն է քունը։ Երթևեկությունը եւ տրանսպորտի կառավարումը բազմաշերտ խնդիր է։ Հնարավոր չէ 1-2 գործիքով այն բարելավել։ Առաջին հերթին պետք է լինի կառույց, որը կզբաղվի այս խնդրի համակարգային լուծումներով։ Երկրորդը պետք է վերջապես ֆիքսվեն եւ վերացվեն սև կետերը, վայրեր, որտեղ առավել շատ վթարներ ու մահեր են գրանցվում տարվա ընթացքում։ Մի 10 փողոցի վրա հատված կա, մոտ 200 մետր հատված կա։ Մի տեղ չի, էլի 200 մետրը մոտ մի 3 շենքի հատված է։ Դրա մոտ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ հետնյոթների մահվան ելքով վթարներն է եղել։ Հիմա եթե օրինակի համար ասես եկեք այս մասը ցանկապատենք, ինչ-որ ագրազենի անենք, բան, միանշանակ եմ ասում, բոլոր հանճարները ելնելու են, ասենք, քաղաքի տեսքը գցում է։ Նախորդ տարի օրինակ հայտնի դարձավ, որ Հելսինկիում որևէ մահ չի գրանցվել ճանապարհներին, եւ դա քաղաքային իշխանությունների հետևողական աշխատանքի արդյունքն էր։ Մարդիկ ուսումնասիրել եւ պարզել են, որ այսինչ հատվածում պետք է գծանշումն այսպես փոխել, ճանապարհն այսպես կահավորել, վարորդների նկատմամբ էլ այսպիսի սանկցիա կիրառել կամ խրախուսում կատարել, որպեսզի մարդիկ չգերազանցեն արագությունը կամ չկատարեն այլ կոպիտ խախտում, որոնց պատճառով էլ հիմնականում մահեր են լինում ճանապարհներին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ժամը շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ ԱՄՆ կոնգրեսում ուժեղանում է քաղաքական ճնշումը Հայաստանին աջակցությունը մեծացնելու եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն 26-ից 30 սովորողով, նախարարության նախագիծը։ Շարունակում ենք թողարկումը։ Սեպտեմբերի 1-ից առաջին դասարանները կձևավորվեն առավելագույնը 26-ից 30 սովորողով։ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգի փոփոխության նախագիծը։ Հանրակրթության պետական չափորոշիչով նախատեսվում է դասարաններում սովորողների ծանրաբեռնվածության թեթևացում, միաժամանակ կկիրառվի աճողական սկզբունք։ Յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում առաջին դասարաններում կձևավորվեն նվազեցված կազմով դասարաններ, իսկ նախորդ ուսումնական տարում նույն սկզբունքով ձևավորված դասարանները կպահպանեն իրենց կազմը։ Օրերս կայացել է Հայոց ցեղասպանության թանգարան հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխանցմամբ հոգաբարձուների խորհուրդը ընդունել է որոշում։ Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի նշանակել Հրաչյա Թաշյանին։ Վերջինս այսօրվանից անցել է իր պարտականությունների կատարմանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը, նրա թեկնածությունը կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը, ապա փակ գաղտնի քվեարկություն կանցկացվի։ Նշենք, որ Վլադիմիր Վարդանյանը այժմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր է եւ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Իսկ արդեն ավելի ուշ Վլադիմիր Վարդանյանը գրառում էր կատարել իր սոցիալական էջում, որ դադարեցնում է իր անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Օրվա մյուս կարևոր նորությունները մեկ տեսաշարով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գումարված գերագույն հոգևոր խորհուրդը մերժելի է համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցված գնահատականները։ Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ եկեղեցին օտար ազատության գործակալ եւ պատերազմի կուսակցություն որակելու ձևակերպումները չեն համապատասխանում իրականությանը եւ նպատակ ունեն արդարացնել իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ իրականացված ու հնարավոր հետագա ճնշումները։ Հայտարարությունում շեշտվում է, որ իշխանությունների կողմից նախաձեռնվող օրենսդրական փոփոխությունները վտանգում են եկեղեցի պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը եւ խղճի ու կրոնի ազատության իրավունքը։
ԱՄՆ կոնգրեսում ուժեղանում է քաղաքական ճնշումը Հայաստանին աջակցությունը մեծացնելու եւ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ավելի քան 45 անդամներ երկկուսակցական նամակով կոչ են արել 2027-ի ֆինանսական տարվա բյուջեում ընդլայնել աջակցությունը Հայաստանին եւ Արցախից բռնի տեղահանված հայերին։ Նամակում առաջարկվում է Հայաստանին տրամադրել $30 միլիոն անվտանգային աջակցություն, ինչպես նաեւ $100 միլիոն մարդասիրական օգնություն Արցախահայ փաստականներին։ Միաժամանակ կոնգրեսականները պահանջում են ամբողջությամբ արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին եւ կիրառել գլոբալ մագնիտսկու պատժամիջոցներ մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ։ Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումները չեն արդարացնում սպասումները, իսկ կոռուպցիայի ընկալման մակարդակը շարունակում է մնալ մտահոգիչ։ 2025 թվականին Հայաստանը կոռուպցիայի ընկալման համատվով ստացել է 46 միավոր, 1 միավոր նվազ նախորդ տարվա համեմատ եւ զբաղեցրել է 65-րդ տեղը 182 երկրների շարքում։ Քաղաքացիական հասարակության հակակոռուպցիոն կոալիցիայի գնահատմամբ այս ցուցանիշը զգալիորեն հետ է մնում կառավարության 2023-26 թվականների ռազմավարությամբ նախատեսված 55 միավոր թիրախից։ Կոալիցիան մտահոգիչ է համարում նաև շահերի բախման կանխարգելման թույլ մեխանիզմները, հանրային ծառայությունում նեպոտիզմի եւ ֆավորիտիզմի թերագնահատումը, ինչպես նաև որոշ հանրային նշանակություն ունեցող դատական գործերի փակ-անցկացումը։ Պաշտպանության նախարարության համակարգում բացահայտվել է զինվորական ծառայությունից ապօրինի ազատումների կոռուպցիոն սխեմա։ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ Պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի մազային ստորաբաժանման պաշտոնատար անձը խոշոր չափերի կաշառք է ստացել տարբեր ապօրինի գործողությունների համար։ Գեղարքունիքի մազի բնակիչը որդու համար պարտադիր զինվորական ծառայությունից 3 տարի ժամկետով տարկետում ստանալու համար միջնորդի միջոցով պաշտոնյային փոխանցել է $11,000։ Բացի այդ, բացահայտվել են վարժական հավաքների չմասնակցելու կազմակերպական դեպքեր, ավելի քան $1 միլիոն արժողությամբ ապրանքներ ստանալու եւ բժշկական կեղծ եզրակացություն կազմելուն դրդելու միջոցով։ Պաշտոնատար անձին եւ եւս 3 անձի մեղադրանք է ներկայացվել մի շարք ծանր հոդվածներով։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ 2025 թվականի ընթացքում Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայյանն է գրել Facebook-ում. Հայաստանի էներգետիկ համակարգին այս պահին միացված են ավելի քան 1150 մեգավատ դրվածքային հզորությամբ արևային կայաններ։ Սա 2030 թվականի համար նախատեսված ցուցանիշից ավելի է շուրջ 150 մեգավատով եւ այս թիվը շարունակաբար աճում է։ Աճը 2024 թվականի համեմատ կազմում է ավելի քան 45%։ Որպեսզի պատկերացնեք այս ցուցանիշի մեծությունը, պիտի ասեմ, որ Հայաստանի ամբողջ արտադրանքի շուրջ 14%-ը նախորդ տարի արտադրվել է արևային կայանների միջոցով, գրել է նախարարը։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։ Իսկ թե ինչ եղանակ է սպասվում հանրապետությունում, հաջորդ թիվ եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը եվրոպական առաջատար տեխնոլոգիաների որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Պաշտոնապես ներկայացված է էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ունիկալ տարվա բոլոր եղանակների համար։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 2-ից 6 աստիճան տաքություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 7-ից 11 աստիճան տաքություն, Լոռիում 5-ից 8, Տավուշում 8-ից 11 աստիճան տաքություն։ Արարատում, Արմավիրում 11-ից 14 աստիճան տաքություն, Սյունիքի Հովիտներում 11-ից 14 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում 4-ից 8 աստիճան տաքություն։ Դες Երևանում գիշերը կլինի 1-ից 3 աստիճան տաքություն, ցերեկը 10-ից 12, իսկ երեկոյան ժամերին 4-ից 6 աստիճան տաքություն։ Այս թողարկումից հետո դիտեք ընտրության ժամը հաղորդումը, այսօրվա հյուրն է ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։